Հարգելի իմ դիտորդ, այսօր օրը կիրակի է և ըստ մեր էզոտերիկայի և ակուլտային համակարգի արևը համարվում է կենդանակերպ առյուծ նշանի հովանավորը և շաբաթվա օրերից կիրակին։ Արևի օրը կրում է կյանքի, արարման և աստվածային լույսի էներգիան, դրա հիմնական միստիկ իմաստներն են ես և հոգու դրսևորում, սա սեփական անհատականությունը, տաղանդները և ներքին լույսը ճանաչելու ու արտահայտելու ժամանակն է։ Կենսական ուժի վերականգնում, օրվա էներգիան բուժում է հոգնածությունը, լիցքավորում է օրգանիզմը էներգիայով և մաքրում է աուրան, քանի որ նախկինում շաբաթ օրն է եղել հանգստյան օր, հետո փոխվել է, գուցե այս փաստը հաշվի էին առել, որ կիրակի մարդը մնա, հանգստանա, լիցքավորվի և այսպես, և դարձել է ինքը շաբաթվա ամենալուսավոր օրերից մեկը։ Խորհուրդ կտամ մինչև վերջ լսել, որովհետև վերջում ձեզ անակնկալ է սպասվում։ Որ կենդանակերպի նշանի հովանավորն է հենց այս հրաշալի մոլորակը։ Առյուծ, սա արևի տունն է, գոհունակությունը, առյուծները արևից ստանում են իրենց մագնիսականությունը, առաջնորդի հատկությունը, կրակոտ սիրտն ու ստեղծագործական մեծ պոտենցիալը։ Խոյ, թեև խոյի մոլորակը Մարսն է, արևն այն նշանում գտնվում է էկզալտացիայի, բարձրացման, իր բարձրագույն արժանիքների մեջ, այսինքն հարգված է։ Սա նշանակում է, որ արևի էներգիան խոյի մոտ դրսևորվում է առավելագույնս հզոր, տալով նրան անկոտրում կամք և հաղթելու ձգտում։ Ինչ է խորհուրդ տրվում անել այսօր։ Զբաղվել ստեղծագործությամբ, ցանկացած արարում ստանում է արևի օրհնությունը։ Ուրեմն ժամանակ անցկացնել հոր կամ երեխաների հետ, քանի որ մեր մոտ հայրը, ընդհանրապես տղամարդը, արևի նշանն է, իսկ արևի էներգիան է, իսկ կինը լուսնի էներգիան, մայր Աստվածու էներգիան։ Գրել վառ գույներ, ակտիվացրեք օրվա էներգիան դեղին, նարնջագույն կամ ոսկեգույն հագուստով և զարդերով։ Ծրագրել ապագան։ Կիրակի օրը արված պլանները ունենում են իրականանալու մեծ ուժ։ Կաբալայում արև խորհրդանշում է տիեզերական հավասարակշռությունը, գեղեցկությունը և աստվածային լույսի կենտրոնը, ինչպես յուրաքանչյուր հոգևոր էներգիա, արևի ուժը Սիֆիրոտի ծառի վրա ունի իր կատարյալ լուսավոր կողմը Սեֆիրան և իր ստվերային դեմոնիկ արտացոլումը կլիպա։ Սեֆիրոտը կյանքի իմաստության ծառն է։ Սեֆիրոտ, Տիֆիրետ, գեղեցկության և ներդաշնակություն։ Արևը կառավարում է Սեֆիրոտի ծառի ուղիղ կենտրոնում գտնվող Տիֆիրետ Սեֆիրան։ Միստիկ իմաստը Տիֆիրետը հանդիսանում է հորիզոնական ուղղահայաց հավասարակշռության կետ։ Այն միացնում է գթասրտություն Խեսեդ և դատաստան Գեբուրը, ինչպես նաև վերին աստվածային ոլորտները երկնային աշխարհի Մալկուտի հետ։ Հոգևոր էներգիան, սա աստվածային որդու Քրիստոսի կամ Օսիրիսի գիտակցության մակարդակն է։ Այն խորհրդանշում է անձնազոհություն, մաքուր սեր, կարեկցանք, ներդաշնակություն և հոգևոր զարթոնք, միստիկական լուսավորում։ Մարդու մեջ Տիֆիրետը համապատասխանում է մարդու սրտին, անահատաչակրային և բարձրագույն եսին, հոգուն։ Այն տալիս է իսկական ինքնաճանաչում առանց էգոիզմի։ Կլիպոտի մեջ, այսինքն մահվան ծառի տիրույթում, թագիրիրոն, վիճողներ կամ ողբացողներ։ Արևի էներգիայի խեղաթյուրումը, դրա կեղևը կամ դեմոնիկ ստվերը կլիպոտի ծառի վրա կոչվում է թագիրիրոն։ Միստիկ իմաստը, եթե արևը լուսավորում է, կենդանություն է տալիս, ապա թագիրիրոնը կուրացնում է և այրում։ Սա այն վայրն է, որտեղ ներդաշնակությունը վերածվում է մշտական հակամարտության, քաոսի և արդարադատության պատրանքի։ Հիշեք, որ յուրաքանչյուր մեդալ ունի իր հաջորդ կողմը։ Երբ որ մենք արևի դրական կողմերը նշեցինք, եկեք չմոռանանք, որ արևի երկար չարաշահումը բերում է այրվելու, արևին երկար չես կարող նայել, կարաբերի տեսողության խնդիր, և սա իրական էներգիաների նկարագրությունն է։ Արևից հրդեհներ է առաջանում, և սա իր դեմոնիկ կողմն է։
Եվ այսպես, իր ստվերային էներգիան թագիրոնը ծնում է տիրանիա և էգայիզմ, նարցիզմ, իշխանատենչություն և սեփական անձի պաշտամունք։ Դա այն վիճակն է, երբ մարդն իրեն հռչակում է Աստված կամ արև, ստիպելով բոլորին պտտվել իր շուրջը և ոչնչացնելով ուրիշների անհատականությունը։ Ինչպես է սա անդրադառնում մարդու վրա, երբ մարդն աշխատում է արևի էներգիայի հետ, հատկապես կիրակի օրերին կամ առյուծի խոյի ազդեցության տակ, կարևոր է մնալ ծիֆերետի տիրույթում, լինել առատաձեռն, ստեղծագործող և սիրող։ Եթե մարդը թույլ է տալիս, որ իր հաջողությունը, իշխանությունը վերածվեն գոռոզության և ուրիշներին ճնշելու ցանկության, նա գահավիժում է դեպի թագիրիրոն և սֆերային ճայիչ։ Քիչ չեն եղել պաշտոնավոր մարդիկ, ովքեր հասել են մի բարձրագույն պաշտոնի, սկսել են չարաշահել իրենց պաշտոնը և սկսել են վնասել մարդկանց իրավունքները։ Որպեսզի հասկանանք, թե ինչպիսին է ուրեմն արևի էներգիան ծիֆիրետում, ուրեմն առյուծի համար լինելով արևի ուղղակի հովանավորության տակ և կապված լինելով ծիֆիրայի հետ, տիրապետում է ամենահզոր, տեսանելի և արարող էներգիայի։ Այս նշանի տակ գտնվող մարդիկ իրենց մոգությունը հիմնված է ներքին լույսի, անձնական կամքի և տիեզերական էներգիաների հոսքերը կառավարելու համար։ Բարձրագույն ծիսական մոգություն, ինչն է սազում առյուծին, թյուրգիա, արևային մոգություն, աշխատանք արևի հրեշտակների, օրինակ Միքայել հրեշտակապետի, ով ծիֆիրետի պահապանն է, և արևային աստվածությունների հետ Ռա, Ապոլոն և Հելիոս։ Սա ներառում է թալիսմանների օծում ոսկու վրա, հաջողության, փառքի և իշխանության ներգրավում։ Կաբալիստիկ մոգության մեջ ծիֆերետ ազդեցությունն իրականության վրա, սեփական գիտակցության, ծիֆերետի ներդաշնակության, մարդկային մակարդակը բարձրացնելու և մարդկային գաղափարները ընդլայնելու էներգիա, կրակի տարերքի մոգություն, պրոմանտիա, մոմերով մոգություն, սա առյուծի համար ամենապարզ, ամենաարդյունավետ գործիքն է։ Նա կարող է լիցքավորել մոմերը սեփական կամքի ուժով, օգտագործել դեղին, նարնջագույն և ոսկեգույն մոմեր։ Կրակով մաքրում, բաց կրակի, խարույկի կամ մոմի բոցի միջոցով նեգատիվ էներգիայի կլիպոտիկ ազդեցությունների և կապերի հրկիզում և ոչնչացում։ Եվ շատ մարդիկ տեր են տես այսպես կրակի վրա թռնելով, թող հիշեն, որ դա ոչ մի անգամ արգելված չի և կրակը մաքրում է մարդու էներգետիկան։ Կրակի մասին ես կշարունակեմ խոսելը, բայց հիմա հմայք, խարիզմայի և գլամուրային մոգություն, տեսանելիություն և ազդեցության մոգություն։ Առյուծները բնականից տիրապետում են մագնիսականությանը։ Նրանք կարող են օգտագործել հատուկ հմայախոսություններ կամ էներգետիկ տեխնիկաներ հասարակության մեջ իրենց փայլը մեծացնելու, մարդկանց հիացմունք առաջացնելու, մարդկանց սրտերը շահելու, բեմում հաղթանակներ կրելու, ամբոխներ կառավարելու հետ։ Ոսկու և թանկարժեք քարերի մոգություն, ոսկյա զարդեր, ադամանդեր, սաթը կամ խրիզոլիտը, տոպազ առյուծի ձեռքում դառնում են ոչ թե պարզապես աքսեսուար, այլ էներգետիկ վահան կամ ուժի գեներատոր։ Բուժում, ներքին լույսի փոխանցում, բիոէներգետիկ, քանի որ ծիֆերետը պատասխանատու է կենսական ուժի համար, պրանա կամ չի, առյուծները կարողանում են բուժել ուրիշներին սեփական ձեռքերի ջերմությամբ, էներգիայի փոխանցմամբ կամ պարզապես իրենց ներկայությամբ, հանելով մարդկանց դեպրեսիվ և մռայլ վիճակներից։ Կարևոր զգուշացում, կլիպոտի թակարդը, առյուծի մոգությունը հիմնված է ներքին վստահության վրա։ Եթե առյուծը մոգությամբ զբաղվելիս ընկնում է թագիրիրոնի ազդեցության տակ, սկսում է գործել հանուն վրեժի, էգոիստական փառասիրության կամ ուրիշներին ստրկացնելու համար։ Նրա մոգական ուժը արագ վերածվում է սև կրակի, որն առաջին հերթին այրում է հենց իրեն, բերելով առողջական և սրտի խնդիրներ, նաև լիակատար մեկուսացում, փախնում է ինքն իրանից։ Առյուծն իր բնույթով մոգական պոտենցիալով ունի շատ յուրահատուկ հզոր, բայց միևնույն ժամանակ վտանգավոր կապ դևերի աշխարհի կլիպոտի հետ։ Արևի էներգիայով
Օժտված մարդը դևերի հետ աշխատանքում երբեք չի հանդես գալի որպես խնդրող կամ ստրուկ, նրա ռազմավարությունը իշխանությունն եւ հրամայելն է, արյուն չեք տալիս, չի կարելի ձեզ, դուք արևի հովանավորության ներքո եք եւ այնքանով է լավ որ ձեր արևի լույսից երբ որ դուք անեք ծիսակարգեր մանր աստրալային պարազիտները չեն կարող ձեզ կպնել որտեվ իրենք ձեզ չեն տեսնի իսկ դևերին այո դուք պետք է հրամայեք բայց չկորցնեք նաեւ իրենց հանդեպ ունեցած ձեր հարգանքը չպետք է խնդրեք պետք է դիմեք եւ ում անունից պետք է դիմեք ձեր հովանավորի անունից Աշխատանք Թագիրիրոնի արևի ստվերի դևերի հետ, քանի որ այրուծի հովանավոր Սեֆիրան Ցիֆերետն է, նրա ուղիղ հակառակորդն է ստվերային կողմում Թագիրիրոնը, Կլիպանն է սա։ Այստեղ այրուծը կարող է փոխազդել երկու գերհզոր դևերի հետ։ Բելֆիգոր Թագիրիրոնի գլխավոր դևը նա հանճարեղ գյուտերի, հարստության, տեխնոլոգիաների եւ ռազմավարական հայտնագործությունների դևն է։ Այրուծը կարող է կանչել նրան բիզնեսում կամ ստեղծագործության մեջ հանճարեղ գաղափարներ ստանալու համար, բայց կա մեծ ռիսկ, որ Բելֆիգորը մարդուն գցում է ծուլության եւ մեծամտության մեջ։ Ասմոդեուս Թեև նա կառավարում է Գեբուրայի ստվերը, արևի կրակոտ էներգիան սերտորեն կապված է նրա հետ։ Ասմոդեուսը տալիս է բացարձակ գիրք, հմայք, իշխանություն եւ հաղթանակ թշնամիների նկատմամբ։ Գոեթիայի, ուրեմն թագավոր դևերի կառավարում։ Սողոմոնի Գոեթիա գրքում դևերը բաժանված են ըստ աստիճանների՝ ասպետներ, կոմսեր, մարկիզներ եւ թագավորներ։ Թագավորները քինգսերը Գոեթիայում կապված են արևի մոլորակի հետ։ Այրուծը օգտագործելով իր ներքին արևային կամքը կարող է ենթարկեցնել եւ հրամայել Գոեթիայի ամենահզոր դև թագավորներին, ինչպիսին է Բայելը, Պայմանը, Ասմոդեը կամ Բելիսը, Բելիալը։ Այրուծի էներգիան թույլ է տալիս նրանց հետ խոսել հավասարը հավասարի պես, որպես արքան արքայի հետ։ Սև արևի մոգություն։ Թագիրիրոնը կոչվում է նաև Սև արև։ Սև արևի ոլորտ։ Այրուծները, ովքեր անցնում են ձախ ձեռքի ուղիով, աշխատում են արևի կործանարար այրող էներգիայի հետ։ Սա օգտագործվում է թշնամիներ լիակատար կուրացնելու եւ բարոյապես ոչնչացնելու համար, սեփական էգոյի, մահվան եւ արտաքին աշխարհի պատրանքները պատրելու համար։ Գլխավոր վտանգը այս կուլտում Եթե ջրհոսը կամ կարիճը դևերի հետ աշխատում է սառնասրտորեն, ապա այրուծը կարող է կործանվել սեփական հպարտության պատճառով։ Դևերը շատ լավ գիտեն այրուծների թույլ կողմերը՝ գովասանք, մեծարանք։ Նրանք սկսում են շոյել այրուծի էգոն, ասելով՝ դու ամենահզորն ես, դու Աստված ես։ Հենց որ այրուծը հավատում է սրան եւ կորցնում է զգոնությունը, նա ընկնում է Թագիրիրոնի թակարդը, դառնալով սեփական պատրանքների դևերի ստրուկը։ Նեկրոմանտիա, վուդու, մահվան ուղղությունները բնության մեջ կապված են Սատուրնի, Պլուտոնի եւ Կլիպոտի կստորի մռայլ ոլորտների հետ, սակայն արևի հովանավորությունը վայելող այրուծը այս մութ արվեստում ունի բոլորովին այլ բացառիկ եւ շատ վտանգավոր դերակատարում։ Ցանկալի չի, որ մտնեք դրա մեջ, բայց այնուամենայնիվ, եթե կորոշեք մտնել, հիշեք, որ դուք ունեք արև հովանավոր եւ ոչ մի դեպքում չպետք է կորցնեք հենց այդ արևի լույսը։ Նեկրոմանտիա, մեռյալների տիրակալ։ Սովորաբար նեկրոմանտները սառը, գերեզմանային էներգիա ունեցող մարդիկ են։ Այրուծը գործում է հակառակ սկզբունքով, որպես կենդանի արևի մահվան թագավորություն։ Հոգիների կառավարում այրուծը գերեզմանատանը հանդես է գալիս ոչ թե որպես խնդրող, այլ որպես դատավոր կամ տիրակալ։ Սա օգտագործում է ներքին արևային կամքը նեկրո հոգիների, ուրվականների եւ ցածր կանխատեսող էությունների ենթարկեցնելու իրեն եւ ծառայեցնելու իր համար։ Անեծքների չեզոքացում։ Նեկրոմանտիայի մեջ այրուծի լավագույն դերը մահվան անեծքները հանելն է։ Ինչպես արևը հալեցնում է սառույցը, այնպես էլ այրուծի կրակոտ էներգիան այրում եւ մաքրում է գերեզմանային կապերը։ Նեկրո կապվածություն։ Վուդու եւ հուդու, բարոն Սեմեդի եւ Լեգբայի հետ կապը։ Վուդուն ավանդույթներում աստվածությունները լոա ունեն հստակ էներգետիկ արխետիպեր։
Պապա Լեգբա, աշխարհների միջև դարպասների պահապանը, նա սերտորեն կապված է արևի հետ, այրուսները կատարյալ կապ ունեն Լեգբայի հետ, հենց որ նրանք կարողանում են բացել ցանկացած մոգական դուռ ու ճանապարհ, իրենց մոգական աշխատանքը արագորեն նստում է։ Բարոն Սեմեդի, գերեզմանատան եւ մահվան Լոան, չնայած իր կործանարար բնույթին բարոնը սիրում է կյանքի վայելքները, կրակը, ծխախոտը, ալկոհոլը եւ բարձր երաժշտությունը եւ սիրում է կատակել, նույնիսկ ծիծաղել, նույնիսկ ձեռ առնել։ Այրուծը կարող է աշխատել բարոնի հետ որպես երկու հզոր էքսցենտրիկ անհատականություն։ Համենայն դեպս այրուծի վրա չի ծիծաղի, որովհետեւ այրուծի մեջ կտեսնի այն արքային, որը ուզում է համագործակցել իր հետ։ Վուդու տիկնիկներ, այրուծն օգտագործում է տիկնիկները ոչ թե թաքուն վնասելու, այլ թշնամուն բացահայտ կամազրկելու եւ իր կամքը ենթարկեցնելու համար։ Սանտերիա եւ Պալո Մայոմբե, սրանք աֆրո-կարիբյան մութ եւ արյունոտ ուղություններ են, որտեղ աշխատում են նախնիների հոգիների տարերքների հետ։ Այրուծը այստեղ զգում է Չանգո, աստվածություն, օրիշա, Չանգոն կրակի, կայծակի, թմբուկների, կրքի եւ թագավորական իշխանության աստվածն է։ Սա այրուծի էներգիայի բացարձակ մարմնավորումն է աֆրիկյան մոգության մեջ, այնպես որ մտածեք։ Գլխավոր մահացու վտանգը առյուծների համար։ Մահվան մոգությունը, նեկրոմանտիան եւ վուդուն պահանջում են գաղտնիություն, լռություն եւ էգոյի լիակատար բացակայություն։ Այստեղ եմ ասել, որ չի կարելի իրական մոգին հեռուստատեսություն, նկարահանման տաղավարներ, կամերաներ, դեմքով հանրության ներկայանալ, եւ էներգետիկ վամպիրիզմ։ Մեռյալների աշխարհը սառն է եւ միշտ քաղցած է կյանքի էներգիայով, լույսի համար։ Երբ այրուծը մտնում է գերեզմանատուն իր վառ արևային արյունով, նա դառնում է ինչպես փարոս մութ գիշերում, բոլոր մութ հոգիները ձգտում են դեպի նրան էներգիա խլելու համար։ Հպարտության պատիժ, եթե այրուծը նեկրո հոգիներին հրամայելիս ցուցաբերի գոռոզություն կամ անհարգալից վերաբերմունք մահվան հանդեպ, ինչը թագիրիրոնի կլիպայի ազդեցությունն է, որ կարող է տեղի ունենալ, մահվան ուժերը արագ կխլեն իր կենսական ուժը։ Դա դրսևորվում է արյան հիվանդություններով, արագ ծերացմամբ եւ հոգեկան խանգարումներով։ Եզրակացություն, այրուծի համար այս ուղղությունները բնական չեն, նրա իսկական ուժը, կյանքի լույսը եւ ստեղծագործությունը ծիֆերետում է։ Մահվան մոգության մեջ նա կարող է մտնել միայն որպես բարձրագույն պաշտպանական կամ էկզորցիստ չար հոգիներին քշող, միայն մաքրման աշխատանքների դեպքում։ Միշտ ասել եմ ու ասելու եմ, այն մարդիկ, ովքեր իծն է հովանավորվում են Յուպիտերի եւ Արևի կողմից, իրենք իրավունք չունեն աշխատել գերեզմանատանը։ Դա հակասում է իրենց բնական էներգիային։ Բայց այսօր մոդա է, նկարներն առնեն ու վազեն գերեզմանուց, գնացեք, այնտեղ ձեզ սպասում են անհամբեր։ Այրուծի եւ նրա հովանավոր արևի Ցիֆիրետի սֆերայի համար քարերն ու գույները պարզապես զարդարանքներ չեն, այն էներգետիկ գործիքներ են, դրանք օգնում են ակտիվացնել ներքին լույսը, ուժեղացնել կամքը եւ պաշտպանել թագիրիրոնի կլիպայի սֆերային ազդեցությունից։ Մոգական գույները, արևի գույները կրում են կրակի, կենթանության եւ թագավորության մեծության էներգիա, ոսկեգույն, բացարձակ հարստության, աստվածային լույսի եւ բարձրագույն գիտակցության գույնը օգտագործվում է Ցիֆերետի հետ կապ հաստատելու եւ հաջողություն ներգրավելու համար։ Դեղին, կենսական էներգիայի, ինտելեկտի, ուրախության եւ կամքի ուժի գույնի մանիպուրա չակրայի համար։ Այն ցրում է մելամաղձությունը եւ մռայլությունը։ Նարնջագույն, ստեղծագործական էներգիայի, կրքի եւ խարիզմայի գույնը օգնում է գրավել մարդկանց ուշադրությունը։ Ծիրանագույն, արքայական կարմիր, իշխանության, արժանապատվության եւ առաջնորդության գույն։ Ստվերային գույն, կլիպոտ մոգություն, այրված նարնջագույն կամ կուրացնող թունավոր դեղին։ Խորհրդանշում են թագավորների այրող, էգոիստական կրակը։ Մոգության մեջ հարգելի այրուծներ, ձեր սև հագուստ բացարձակ արգելվում է։ Եթե դուք անում եք ծիսակարգ, երբեք չհագնվեք լիարժեք սև թիկնոց։ Ձեր մոգական քարերը եւ առհասարակ կյանքում վառ գույներ, արքայական գույներ ընտրեք հագնելու, որպեսզի դա բերի ձեր կյանք հաջողություն։
Ուժի հաջողության քարեր, ծիֆիրետի լույս, ադամանդ, բացարձակ մաքրող եւ անկոտրում կամքի սիմվոլ, այրուցին տալիս է անխոցելիություն եւ բարձրագույն հովանավորություն, սատ, քարացած արև, լավագույն էներգետիկ լիցքավորողն է, որը բուժում է աուրան, տալիս է ֆիզիկական ուժ եւ պաշտպանում է չար աչքի, խրիզոլիտ օլիվին, օգնում է այրուցին ձեռք բերել մարդկանց համակրանքը, ուժեղացնում է հմայքը եւ բերում է հաջողություն ֆինանսում։ Պաշտպանական քարեր կլիպոտից, էգոիզմից պաշտպանվելու համար, վագրի աչք, ուժեղացնում է պաշտպանական ուրեմն էներգիան այրուցի համար, այն պաշտպանում է նախանձից, էներգետիկ վամպիրիզմից, ինչը շատ կարևոր է դևերի հոգիների հետ աշխատելիս եւ թույլ չի տալիս ընկնել հպարտության թագարտը։ Ռուբին, կարմիր յախոնտ, կրքի եւ իշխանության քար, այն ուժեղացնում է այրուցի էներգիան, բայց պահանջում է զգուշություն, թույլ մարդկանց մոտ այն կարող է ակտիվացնել թագիր իրոնի մեծամտությունը, արևաքաշ, մաքրում է չակրաները, հանում է վախերն ու ստրեսը, օգնում է կապ հաստատել սեփական բարձրագույն եսի հետ։ Սրանք օգտագործվում են վագրի աչքի, աչք, սատ, անպայման ոսկյա զարդերի հետ, ռյուծը չի սիրում էժան ոչ մի բան, պետք է լինի ոսկուց պատրաստված, ոսկեգույն, դեղին, նարնջագույն, դա իր մոմերն են, քարերը լիցքավորելու համար դրեք ուղիղ արևի ճառագայթների տակ, որովհետև իմ նշած քարերը սիրում են արևի լույս։ Եվ շարունակեմ ուրեմն այստեղ ես իմ համար նոր բացահայտումներ եմ արել, բայց չեմ ասի։ Եվ այստեղ կուզենայի, որ բռնվեք, որովհետև շատ կարևոր բանի մասին եմ հիմա խոսելու, ես դա թողեցի վերջում, բայց հիշեցնեմ, որ ցանկալի է, որ ձեր նատալ քարտով ստուգեք ձեր արևը, որ երրորդ տանն է գտնվում, որ թվի տակ է գտնվում, որտեղ դա ձեր համար շատ կարևոր է։ Ուրեմն աստղագուշակության նոմերոլոգիայի կաբալայի մեջ արևի մոլորակային թիվը 6-ն է։ Կաբալա եւ Սիֆիրոտի ծառ, ինչպես նշել էինք, արևը կառավարում է Ծիֆիրետ Սեֆիրան։ Եթե հաշվենք Սիֆիրոտի ծառի գագաթի կետերից, Ծիֆիրետը հանդիսանում է 6-րդ Սեֆիրան, սա տիեզերական ներդաշնակության, գեղեցկության եւ կենտրոնական լույսի թիվն է։ Արևի մոգական քառակուսին կամ է արևի մոգական քառակուսին, ուրեմն 6 անգամ 6 չափսը պարունակում է 36 թիվը։ Քառակուսու յուրաքանչյուր հորիզոնական ուղղանկյուն տողի թվերը գումարը կազմում է 111, իսկ բոլոր 36 թվերի ընդհանուր գումարը հավասար է ըստ ձեզ ինչի, բռնվեք, 666-ի։ Հիմա գնացեք ու մտածեք, թե որտեղ են ձեր ուղեղը հարթուկել։ Միստիկայի մեջ սա ոչ թե չարիքի, այլ արևի նյութականացված ամենահզոր կայուն էներգիայի թիվն է, նախքան քրիստոնեական աղանդը։ Նոմերոլոգիան, թեև դասական նոմերոլոգիայով ըստ Ագրիպայի եւ քաղդեական համակարգի արևին տրվում է 1 թիվը, որպես ամեն ինչի սկիզբ եւ աստվածային ես, մոլորակային մոգություն եւ կաբալայի մեջ արևի բացարձակ թիվը շարունակաբար մնում է 6-ը։ Միստիկայի զուգադիպություն, ուրեմն 1-ի եւ 6-ի եւ 666-ի հետ։ Շատ մարդիկ հենց այս աղյուսակը պահում են իրենց մոտ որպես հաջողության նշան։ Ուրեմն ըստ Հենրիխ Կորնելիուսի Ագրիպայի օկուլտ փիլիսոփայության ազգարակուսին օգտագործում են սիգիլներ, կնիկներ գծելու համար։ Մոլորակային հոգու կամ ինտելեկտի կանչ, յուրաքանչյուր մոլորակ ունի իր բարձրագույն ինտելեկտը, լուսավոր կողմը եւ սլաքը, հոգին, մատերիալ, երկրային կողմը, կաբալիստիկական գեմատրիայի թվերի եւ տառերի կապի միջոցով անունները վերածվում են թվերի։ Արևի ինտելեկտը ընդդեմ սորատի, կլիպոտի,
Քառակուսու թվերի միջոցով հաշվարկվում են երկու հակադիր ուժեր՝ նախիլ արևի բացարձակ ինտելեկտը գումարը հավասար է 111-ի, այն ներկայացնում է ծիֆերերի մաքուր բուժիչ հոգևոր լույսը, սորատ արևի հոգին կամ դեմոնը գումարը հավասար է 666-ի, սա Թագիրիրոն Գլիպայի մարմնավորումն է, կուրացնող այրող կործանարար կրակը, որը խորհրդանշում է չարաշահված բացարձակ ինքնիշխանություն։ Ուրեմն տեղից հետևություն, սա միստիկայի հնագույն նոմերոլոգիայի և կաբալայի տեսանկյունից 666-ը իրականում էներգիայի թիվն է, այլ ոչ թե արևի։ Ինչպես նշեցի, արևի մոգական քառակուսին կամյան բաղկացած է 1-ից մինչև 36 թվերի, 1-ից և 36-ից, եթե գումարենք բոլոր այդ թվերը 1, 2, 3 և այլն, ստացվում է 666, հնագույն աշխարհում Եգիպտոս, Բաբելոն, Հունաստան այս թիվը խորհրդանշում էր արևի լիակատար նյութականացում, ինչու դառավ չարիք։ Քրիստոնեության գալուստից հետո Հովանես Ապոկալիպսիսում հայտնություն գրքում 666-ը հիշատակվում է որպես գազանի թիվ։ Սրա ետևում կա հիմնական երկու պատճառ՝ գեոմետրիա, տառերի թվային արժեքը։ Այն ժամանակ հակաքրիստոնեական հետապնդումներն իրականացնող հռոմեական Ներոն կայսր, անունը հին եբրայերենով Ներոն Կեսար, հաշվելիս տալիս էր ուղիղ 666, դա գաղտնագիր էր կայսեր անունը թաքցնելու համար։ Կրոնական պատերազմ աստվածությունների դեմ, քանի որ հեթանոսական աշխարհում արևի պաշտպանությունը և նրա 660 թիվը ամենատարածվածն էր, նոր կրոնը պետք է դատապարտեր և սատանայացներ հին աստվածների արևի սիմվոլները։ Ծիֆերետ և կլեպոտ, եթե նայենք միստիկայի խորքը, 666-ը ունի երկու կողմ՝ դրական, դա արևի նյութական ուժն է, հարստությունը, առատությունը ու ֆիզիկական կյանքը, բացասական, Սորատ Դևը, դա արևի այն ուժն է, որը վերածվում է բռնապետության, ասահմանապարտության և կուրության, երբ մարդն իրեն Աստծուց բարձր է դասում։ Այսպիսով, 666 թվանշանը բնության մեջ չարիք չէ, այլ արևի կրակի ամենախտացված էներգիան։ Ինչպես ջուրը կարող է ձեր ծարավը հագեցնել, այնպես կարող է ավերվածություններ ստեղծել, ջրահեղձություններ ստեղծել։ Ինչպես արևը կարող է ձեզ շոյել, ձեր մարմնում, օրգանիզմում ավելացնել D վիտամինը կամ լրացնել D վիտամինի պակասը, լուսավորել ձեր ճանապարհները, ձեր միտքը, ձեր հոգին, այնպես էլ կարող է այրել, որովհետև նույն արևից առաջանում են հրդեհներ։ Եվ հիշեք, յուրաքանչյուր լույս ունի իր մութ կողմը, իսկ յուրաքանչյուր մութ ունի իր լույս կողմը, և յուրաքանչյուր լույս հավասարազոր է մթին, մութը հավասարազոր է լույսին, ապրեք գիտակցված։